Եթե կային որոշ խախտումներ, ինչու այս հարցը չբարձրացվեց առաջ սկզբից։ Մի քանի տարի առաջ ինչու այդ հարցը չբարձրացրեցին։ Այսինքն նրանց նպատակը ոչ թե ինչ որ բարեփոխումներ կատարելն է, այլ շանտաժ անելն է, կոմպրոմատներ հավաքել ու հետո մարդկանց շանտաժ անել, որ իրանց ուզած անի։ Սա շանտաժիստի պետությունն է ստացվում։ Եթե այս խախտումները կային, պետք է տարիներ առաջ դրանցով զբաղվել եւ ներքին կարգով եկեղեցին պետք է դա լուծեր։ Հետո որքանով ես հաշկանում եմ, ես այս մարդկանց չեմ ճանաչում, բայց այդ 10 հոգին, որոնք կանգնել էին մեր դավաճան լրագրողի կողքին, նրանք նույնպես որոշ խախտումներ իրենց թույլ են տվել, անգամ որոշ շատ հետաքրքիր ավտոմոբիլային անուններ ունեն, որոշ այդ եկեղեցականներ, այսինքն նախ դուք եք դա արել, երկրորդը դուք մինչև հիմա ինչու չեք խոսել սրա մասին, եւ երրորդը ինչու եք հիմա հարձակվում կաթողիկոսի վրա, հենց Ադրբեջանի հրահանգով, նրանից հետո, երբ կաթողիկոսը ասեց, որ հայերը պետք է իրավունք ունենալ վերադառնալ։ Գիտեք, որևէ արժանապատիվ հասարակության մեջ սա անհնար էր։ Մենք շարունակում ենք ապրել խելագար մարդու, պսիխոպատ մարդու երազում։ Այսպիսի բան անհնար է պատկերացնել ուղղակի։